Ողջույն բոլորին։ Այսօր կներկայացնեմ, թե ինչպիսի կանխատեսում կարող եք ակնկալել բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են ցլի տարում։ Իսկ ցլի տարում ծնվածներն են 1937 թվականը, 1949, 1961, 73-ը, 85-ը, 1997, 2009 և 2021։ Միասին կհասկանանք, թե 2026 թվականը ինչպիսին կլինի ցլի տարում ծնվածների համար, ինչպիսին կլինեն ֆինանսները, կարիերան, հարաբերությունները և իհարկե առողջությունը։ Ովքեր առաջին անգամ են միանում իմ YouTube-յան ալիքին և ընդհանրապես առաջին անգամ եք տեսնում այս վիդեոն, արագ ներկայացնեմ ինձ, ես Արմեն եմ Սեթաղյան, չինական մետաֆիզիկայի թվագիտության սերտիֆիկացված մաստեր եմ, իմ գիտելիքները ձեռք եմ բերել Մալազիայի Ջոյապ ակադեմիայում և հանդիսանում եմ ակադեմիայի լիիրավ անդամ։ Հանդիսանում եմ մենթոր, հանձնային աճի մարզիչ, բիզնես խորհրդատու, օգնում եմ մարդկանց գտնել խնդիրների հիմնային պատճառները և տալիս եմ հատուկ գործիքներ, որոնց միջոցով մարդիկ կարողանում են լուծել իրենց խնդիրները։ Բոլոր իմ մեթոդները, որոնք ես առաջարկում եմ, հիմնված են չինական հնագույն մետաֆիզիկական գիտելիքների հիման վրա։ Հիմա, եթե դուք մինչև հիմա իմացել եք, որ տարին փոխվում է, ընդհանրապես տարվա էներգիաները փոխվում են հունվարի 1-ից, ապա ասեմ, որ դա այդպես չէ։ Ըստ չինական օրացույցի տարվա էներգիաները փոխվում են փետրվարի 4-ից։ Եվ եթե դուք ծնվել եք մինչև փետրվարի 4-ը, ապա ձեր տարվա կենդանակերպը դա նախորդ տարվա կենդանակերպն է։ Հիմա բացատրեմ ավելի մանրամասն կամ եկեք միանգամից ներկայացնեմ, թե ինչ է բազի քարտը։ Իմիջիալոց, եթե դուք ուզում եք ավելի մանրամասն իմանալ ձեր անձնային էներգիաների մասին, ապա լավ կլինի սկանավորեք այս QR կոդը և որից հետո կբացվի հետևյալ պատուհանը։ Այստեղ պետք է լրացնենք ձեր ծննդյան տվյալները, ծննդյան ժամը եթե գիտեք, ընտրում եք սեռը, կին, տղամարդ և ուրեմն սեղմում հաշվել։ Դրանից հետո կբացվի նման պատուհան։ Սա ձեր բազի քարտն է, ավելի կոնկրետ, սա ձեր էներգետիկ քարտեզն է, որտեղ ներկայացված են ձեր ծննդյան տարվա էներգիաները, աջից առաջի սյունը և այստեղ կարմիրով նշված հատվածում երևում է ձեր ծննդյան տարվա կենդանակերպը։ Բացի դրանից կան ևս 3 կենդանակերպեր։ Դա ամսվա կենդանակերպն է, օրվա և ժամի կենդանակերպը։ Եթե ժամը չեք լրացնում, ապա ժամի հատվածը, այսինքն այս սյունը, ձախից առաջի սյունը դատարկ է լինում։ Ինչ հետևություն կարող ենք անել այստեղից։ Հետևությունը հետևյալն է, որ մենք ունենք ոչ թե 1 կենդանակերպ, այլ 4 տարբեր կենդանակերպեր։ Կենդանակերպերը կարող են կրկնվել, բայց ամեն դեպքում դրանք 4-ն են։ Բազին դրանով է ունիկալ, յուրահատուկ, որ մենք շատ խորությամբ կարող ենք ուսումնասիրել անձի էներգետիկ դաշտը և հասկանալ նրա ուրեմն էությունը, տալ լուծումներ բոլոր խնդիրներին և ավելի կոնկրետ առաջարկել տարբերակներ, որոնց հիման վրա, որոնց օգտագործման հիման վրա անձը կարող է հաղթահարել իր կյանքում եղած բոլոր խնդիրները։ Հիմա եկեք անցնենք առաջ ու ներկայացնեմ ձեզ, թե ինչպիսի դրական աստղեր կան այս տարի 2026-ին բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են ցլի տարում։ Առաջինը դա ուրեմն կայսրի էներգիան է կամ կայսրի աստղն է, որը հայտնվել է ձեր դաշտում 2026-ին։ Կայսրի աստղը, էներգիան դա խոսում է իշխանության մասին, դա խոսում է դրական իրադարձությունների մասին և բերում է լիդերության էներգիա, ինչպես նաև բարձրացնում է ձեր անունը, ձեր ստատուսը սոցիումում։ Սա շատ լավ է, պլյուս դրան ստեղ մենք ունենում ենք նաև օգնող մարդկանց առկայություն, օգնող մարդկանց հնարավորություններ և տարվա ընթացքում հարցեր, որոնք չեն կարողանա ինքնուրույն լուծել, այդ ընթացքում մենք կարող ենք դիմել օգնության և հավանականությունը մեծ է, որ մեզ կօգնեն, որտեղ մենք ունենք կայսրի էներգիա կամ աստղ մեր էներգետիկ դաշտում։ Մյուսը դա վիշապի առաքինությունն է։ Ընդհանրապես վիշապի առաքինություն էներգիան կամ աստղը վերաբերվում է նրան, որ մենք դառնում ենք խնդիր լուծող և խաղի կանոններ թելադրող։ Այստեղ շատ կարևոր է, որ անձը վերցնի պատասխանատվություն տարվա ընթացքում նոր նախագծերի, նոր պրոյեկտների մասով և չվախենա
դուրս գալ կոմֆորտ զոնայից։ Մյուսը դա ազգային գանձ, աստղն է, էներգիան, սա շատ հետաքրքիր է, որը բերում է ճանաչում, բերում է օգնություն, գումարած դրան, քանի որ գանձ բառը կա, սա վերաբերվում է նաև վարձատրությանը, վարձատրության ավելացմանը, եթե աշխատում է կազմակերպություններում կամ բիզնեսում եկամուտների աճին, հա։ Ինչպես տեսնում ենք, ունենք 3 հետաքրքիր ուրեմն էներգիաներ տարվա մեջ եւ 3-ն էլ բավականին լավն են։ Ինչպես միշտ, պլյուսի հետ կամ մինուս, դրականի հետ բացասական, սևի հետ սպիտակ, ինյանի սկզբունքն է, ունենք տարվա մեջ նաև բացասական աստղեր։ Հիմա եկեք ծանոթանանք, թե բացասական աստղերը մեզ ինչ են հուշում։ Ունենք մութ երկինք, այսպես ասած, ուրեմն աստղը կամ էներգիան, հիշեցնեմ, որ անվանումները դրանք ուղղակի թարգմանություն են չինարենից, եթե մի փոքր տարօրինակ թվա, ապա իմացեք, որ դա ուղղակի թարգմանություն է։ Ուրեմն մութ երկինք։ Մութ երկինքը մռայլ իրավիճակների մութ երբեմն անհասկանալի իրավիճակների առկայությունն է, որը կարող է ձեզ հանդիպել տարվա ընթացքում, դրա համար պետք է մի փոքր զգույշ լինեք, հատկապես այն իրավիճակներում, երբ որ դուք լսում եք ինչ-որ ինֆորմացիա, ստանում եք ինչ-որ ինֆորմացիա արտաքին աշխարհից, սոցիումից։ Եվ լավ կլինի, որ ցանկացած ինֆորմացիա, որ դուք ստանում եք, ճշտեք, հա, արդյոք այդ ինֆորմացիան ճիշտ է, թե սխալ։ Մյուսը դա 6 վնասումն է։ 6 վնասումը իր հետ բերում է զանազան իրավիճակներ, ավելի կոնկրետ տարբեր տեսակի ինֆորմացիաներ, որը եթե կապենք մութ երկինքի հետ, ապա սա եւս ուժեղացնում է հավանականությունը, որ ձեր ստացած ինֆորմացիայի մեծ մասը կլինի ոչ ճշգրիտ, սխալ։ Երբեմն այդ ինֆորմացիան մարդիկ կցանկանան օգտագործել դες ծուղակը գցելու համար։ Դրա համար պետք է լինել մի փոքր ավելի ուշադիր, հա, սա կարևոր է։ Մյուսը ծուղակն է, հա, ծուղակը երբ որ մենք ունենք, այսինքն ծուղակում հայտնվում են մարդիկ, այն ժամանակ, երբ որ ինչ որ իրավիճակ է տեղի ունենում եւ անձը չի կարողանում դրանից դուրս գալ։ Ընդհանրապես մութ երկինք, 6 վնասում եւ ծուղակ էներգիաները միասին առաջացնում են որոշակի իրավիճակներ, երբ որ դուք հայտնվում եք բլոկավորված ինչ-որ վիճակում ու չկա ելք, հա։ Բայց հիշեք, որ այստեղ գալիս է օգնության աստղերից մեկը դրական, որը վերաբերվում էր ուրեմն վիշապի առաքինությանը, այսինքն մենք ստեղ ունեինք խաղի կանոններ տելադրելու ունակություն, եւ մյուսը կայսրի էներգիան էր, որը իր հետ բերում էր օգնության էներգիա արտաքին աշխարհից, բայց մենք պետք է դրան պատրաստենք, այսինքն մենք պետք է բաց լինենք օգնության եւ դիմենք օգնության։ Ամեն դեպքում խնդիրներ կլինեն, հա, ընդհանուր եթե ասեմ, խնդիրներ կլինեն, բայց խնդիրները կունենան լուծումներ։ Իհարկե դա կախված է նաև ձեզանից, ձեր ճկունությունից եւ մի փոքր ավելի բաց լինելուց։ Մյուսը դա տարվա շան է։ Տարվա շան վերաբերվում է տարվա մարտահրավերներին, տարին բերում է ձեզ նոր մարտահրավերներ, փորձում է տարին հանել ձեզ ձեր կոմֆորտ զոնայից, որպեսզի դուք ունենաք որոշակի առաջընթաց։ Իսկ առաջընթաց ունենալու համար պետք է դուրս գալ կոմֆորտ զոնայից, հա, մի փոքր դիսկոմֆորտ պետք է ապրել։ Ու շատ կարևոր է, որ տարվա շան բերում է մարտահրավերներ եւ բերում է հնարավորություն արագ ադապտացվելու նոր իրավիճակներին, այնպես որ եղեք մի փոքր ավելի ճկուն։ Հիշեցնեմ, որ 2026 թվականի համար մենք ունենք չինական օրացույց։ Չինական օրացույցը դա պարզապես օրացույց չէ, ձեր ճանաչած օրացույցը չէ։ Սա 74 էջանոց բրոշուր է, օրացույց ուղեցույցով, որտեղ մանրամասն ներկայացված են տարվա բոլոր օրերը, իրենց նշանակություններով, ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել, ինչպես նաև կան բանաձևեր, որոնց միջոցով դուք կարող եք ձեզ համար ընտրել անհատական դրական օրերը եւ իմանալ, թե որ օրերն են ոչ բարենպաստ ձեզ համար եւ բնականաբար տվյալ օրերը դուք կբացառեք կարևոր իրադարձությունների համար։ Օրինակ, եթե դուք ուզում եք ճանապարհորդեք, ապա կընտրեք այնպիսի օր, որը բարենպաստ է ճանապարհորդության համար։ Եթե իհարկե ցանկանում եք, որ ձեր ճանապարհորդությունը ընթանա
դրական նոտայով, սկսի դրական նոտայով, ընթանա դրականով եւ դրանից ունենաք մաքսիմալ արդյունք կամ եթե դուք ուզում եք սկսել նոր բիզնես, այսինքն դուք նայում եք թե բիզնեսի բացման համար որ օրերն են առավել դրական եւ նամանավանդ եթե այդ օրը համապատասխանում է ձեր անձնային դրական օրվա հետ, այստեղ դուք ունենում եք մաքսիմալ շահույթ։ Ընդհանրապես կարևոր ուրեմն նախաձեռնությունների համար լինի դա ճանապարհորդություն, բիզնեսի բացում, պայմանագրերի կնքում, թե ուղղակի ռեզյումե եք ուզում ուղարկեք որևէ կազմակերպություն եւ ցանկանում եք ավելացնել հավանականությունը, որ ձեզ կընտրենք, կանչեն ինտերվյուի եւ այլն, ապա ես խորհուրդ կտամ, որ դուք օգտվեք չինական օրացույցից, որտեղ չինական օրացույցում բոլոր օրերի մանրամասն նկարագրությունները կան եւ դրանով առաջնորդվելով դուք կարող եք գրանցել հիանալի արդյունքներ։ Ես ինքս օգտվում եմ արդեն երկար ժամանակ եւ զգացել եմ դրա արդյունավետությունը, խորհուրդ եմ տալիս ձեզ նույնպես օգտվել սրանից, նամանավանդ որ հիմա կա հայերեն տարբերակով։ Եթե կցանկանաք ձեռք բերել, գրեք մեկնաբանություններում օրացույց բառը։ Հիշեցնեմ, որ եթե դուք նայում եք այս վիդեոն եւ ձեզ դուր է գալիս այն, ընդհանրապես իմ բոլոր վիդեոները, եթե նայում եք եւ ձեզ դուր գա, ստանաք ինչ-որ դրական ինչ-որ էմոցիա կամ օգտակար ինֆորմացիա, ապա լավ կլինի, որ դուք բաժանորդագրվեք։ Ինչու՞, որովհետեւ YouTube-ում եթե բաժանորդագրությունները շատ են լինում, ապա վիդեոն ավելի շատ մարդիկ են տեսնում, մի խոսքով ալգորիթմը ավելի լավ է աշխատում, դրա համար եթե ձեզ վիդեոն դուր է գալիս, կխնդրեմ, որ բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակը եւ իհարկե կիսվեք ձեր շրջապատում այս վիդեոյով եւ ընդհանրապես բոլոր իմ վիդեոներով, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան նայեն, օգտվեն այս ինֆորմացիայից, քանի որ ես տրամադրում եմ բացառիկ ինֆորմացիա։ Հիմա եկեք անցնենք ֆինանսներին։ Ինչ է սպասվում ձեզ, հա, եթե դուք ծնվել եք ցլի տարում եւ 2026-ը ֆինանսական առումով ինչպիսին կլինի։ Ընդհանուր առմամբ ֆինանսական առումով համարվում է դրական տարի։ Դրական տարի եւ կա մեծ հավանականություն, որ դուք կարող եք բարելավել ձեր ֆինանսական վիճակը։ Ուղղակի այստեղ ֆինանսական վիճակը բարելավելու համար դուք պետք է դուրս գաք ձեր կոմֆորտ զոնայից։ Այսինքն դուք պետք է ռեալ փոփոխությունների գնաք, ընդունեք մարտահրավերները, միգուցե փոխեք ձեր աշխատանքը, միգուցե վերցնեք նոր պատասխանատվություն, միգուցե սկսեք կողքից ինչ-որ այլ աշխատանք, աշխատում եք կազմակերպությունում, սկսեք մեկ այլ աշխատանք կատարել կամ փոքր բիզնես սկսեք, հա, սա շատ կարևոր է, ու դրա արդյունքում դուք ունենաք ֆինանսական աճ, որովհետև տարվա մեջ ունենք էներգիա, ինչպես նշեցի, հա, ազգային գանձը, որը ֆինանսների մասին է, սակայն սա պահանջում է, որ դուք դուրս գաք ձեր կոմֆորտ զոնայից, հիշեք սրա մասին։ Ինչ վերաբերվում է կարիերային, հա, կարիերայում ասել, որ հարթ կլինի ամեն ինչ, այդքան էլ այդպես չէ, ընդհանրապես աշխատավայրում գոլեգաների հետ հարաբերությունները մի փոքր կարող են սրվել տարվա ընթացքում, բամբասանք, հետևից խոսալ, ինչ որ ասեք մի բան, մյուսները այլ կերպ հասկանան, նման իրավիճակներ կարող են շատ լինել գործնականում, գոլեգաների հետ, հա, եկեք մի փոքր ուշադիր, ինչ եք ասում, ու մոտ եք խոսում, սա շատ կարևոր է։ Հիմա եկեք անցնենք հետևյալին, մետաֆիզիկական ակտիվացիաներ։ Եթե դուք ցանկանում եք, որ ձեր տարին, ընդհանրապես 2026-ը, 27, 28 կապ չունի, թե ինչ տարում են գտնվում, տարին լինի առավել ուրեմն դրական, հա, բոլոր իմաստներով եւ կյանքի բոլոր ոլորտներում դուք գրանցեք հաջողություններ, դուրս գաք ճգնաժամային իրավիճակից եւ գրանցեք հաջողություն, ունենաք ռեալ շոշափելի արդյունք։ Դրանում ձեզ կարող է օգնել մետաֆիզիկական ակտիվացիաները, ինչու՞։ Որտեղ մետաֆիզիկական ակտիվացիաներ ունեն հազարամյակների պատմություն, դրանց հիմքում ընկած են շատ խորը մետաֆիզիկական ֆորմուլաներ, բանաձևեր, որոնց միջոցով մենք կարողանում ենք հստակ հաշվարկել ակտիվացիաները եւ կատարել դրանք կոնկրետ օր, կոնկրետ ժամի։ Ակտիվացիաները դրանք բարդ գործողություններ չեն, դրանք շատ պարզ գործողություններ են եւ դրանց միջոցով դուք կարող եք լուծել շատ հարցեր։ Կարող եք գտնել ցանկալի աշխատանք, կարող եք բացել բիզնես եւ ունենալ լավ վաճառքներ, գտնել
ձեզ համար ուրեմն անշարժ գույք, հա, բարելավել ձեր ֆինանսական հաջողությունը, անձնական հաջողությունը եւ այլն, այսինքն տարբեր հարցեր դուք կարող եք լուծել մետաֆիզիկական ակտիվացիաներով։ Եվ այս նպատակով ես ստեղծել եմ մետահաջողություն նախագիծը, որը գործում է արդեն 1 տարուց ավել, միանալու համար ուղղակի ուղարկում եք մետա բառը, իսկ մասնակցությունը դա բաժանորդագրության սկզբունքով է, մանրամասներ իմանալու համար ուղարկեք մեկնաբանություններում մետա բառը, այսքանը։ Հիմա եկեք անցնենք հարաբերություններին, հա, չնայած հարաբերությունները համարվում են ցլի տարում ծնվածների համար ոչ այնքան դրական 2026-ը, բայց ամեն դեպքում դրանք մեծ խնդիրներ չեն առաջացնի, այսինքն շատ մեծ խնդիրներ դուք այստեղ չունեք, ուղղակի պետք է մի փոքր ավելի ուշադիր լինեք ձեր կողակցի հանդեպ, եթե արդեն հարաբերություններում եք կամ եթե նոր եք ուզում ստեղծել հարաբերություններ, ապա մի փոքր պետք է ուշադրությունը ավելի շատ լինի։ Առողջության մասով։ Առողջության հետ կապված մենք ունենալու ենք խնդիրներ, ամենայն դեպս էներգետիկ առումով ձեր իմունիտետը մի փոքր ավելի թույլ է 2026-ի ընթացքում եւ այստեղ ունենք մենք հավանականություն հաճախակի առողջական խնդիրներ ունենալու մասով։ Դրա համար տարվա սկզբում լավ կլինի անցնենք հերթական ստուգում, եթե ունենք քրոնիկ հիվանդություններ, ապա դրանց մասով եւս եւ փորձում ենք բարելավել մեր իմունային համակարգը։ Սա շատ կարևոր է, եթե դուք ցանկանում եք, որպեսզի հենց տարվա սկզբում դուք իմանաք խնդիրներ առողջական եւ տարին անցկացնեք առավել հանգիստ եւ առողջ վիճակում։ Հիշեցնեմ, որ ընդհանրապես 2026-ի մասին անհատական, հա, ինֆորմացիա ստանալու համար լավ կլինի դիմել անհատական խորհրդատվության, որտեղ անհատական խորհրդատվությունը դա այն միջոցն է, որը հնարավորություն կտա ձեզ հասկանալ, թե անհատապես տարին ինչ հնարավորություններ է ձեզ բերել, ինչպես կարող ենք դրանք օգտագործել, ինչպես խուսափենք խոչընդոտներից, ինչպիսի տասամյակում են գտնվում եւ ընդհանրապես որքանով ենք մենք համահունչ գործում տարվա էներգիաների, տասամյակի էներգիաների եւ ուրեմն 9-րդ շրջանի էներգիաների հետ, իսկ 9-րդ շրջանը սկսվել է 2024-ից եւ շարունակվելու է մինչեւ 2043 թվականը։ Խորհրդատվությունը շատ հարցերի պատասխաններ կտա լուծումներ, կոնկրետ գործողությունների պլան, որը կիրառելով դուք կարողանաք փոխել ձեր կյանքը դեպի ավելի դրականը։ Եթե կլինեն հարցեր գրեք, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Այսքանը այսօրվա համար, մինչ հաջորդ անգամ։